երկնքից առկախ մի լեռնակղզի, Հայաստան աշխարհ։ Այդ լեռնակղզու ուղիղ կենտրոնում երկու զանգ, հսկա և անձեռագործ, և այնքան հսկա, այնքան վիթխարի, որ չէին կարող որևէ կեռից ոչ մի կերպ կախվել, ուստի պարզապես կորցված են հողին։ Անունն Արարատ կամ Սիս ու Մասիս։ Նրանց ռումբաձև զույգ լեզվակները խրված են հողում և խարասխի պես հասնում են մինչև հրահեղուկի մթին հատակը։ Ու երբ գործում են այդ լեզվակները, երկրաշարժային բոլոր սարքերը իրենց տագնապն են արձանագրում լրագրերի գունատ երեսին սև տառերով, իսկ ով ունկ ունի հավատո բլթակ, նա լսում է միշտ և նրանց ձայնը, ղողանջ է նրանց, և ես չեմ, ոչ էլ դուք եք ղողանջում, Սիսն ու Մասիսն են ղողանջում անվերջ, անդադար, անդուլ, գողտան երգերի չափ ու կշռույթով, բամբիրների նվագակցությամբ, շարականների ելևեջումով պատարակատու, Սիսն ու Մասիսն են ղողանջում անվերջ, անդադար, անդուլ, ով ունի ականջ, բլթակ հավատո, նա լսում է միշտ, լսում է նրանց զանգը երկնաչու, որ թարգմանվում է լոկ երկու բառով, ողբամ մեռելոց։ Այս լեռնակղզում լեռ քարերն են շատ, թե կերպաձևված շիրմաքարերը, և ծառերն են շատ այս լեռնակղզում, թե վեր ծառացած սուրբ խաչքարերը, և ավելի շատ անտառ է հատվել, թե անսուրբ ձեռքով խաչքար է ջարդվել, դարեր ալեցեց այս լեռնակղզում։ Սակայն ես այսօր և ամենայն օր մշտական վշտով նրանց եմ հիշում, ովքեր չունեցան շիրմաքար շիրիմ, ինչպես չունեցան պատանք պատարակ, ողբամ մեռելոց, անթաղ մեռելոց։ Մեկ չէին նրանք և ոչ էլ երկու, նրանք բյուրք, բյուրոց, նրանք գազինք, և չվախճանվեց նրանցից ոչ ոք, իր անկողնու մեջ մահով բնական, ոչ մանուկ, ոչ ծեր, ոչ կին և ոչ այր, չմեռան նրանք, այլ սպանվեցին, լեգեոն առ լեգեոն, փաղանք առ փաղանք, չմեռան նրանք, այլ սպանվեցին ոչ գոթեմարտում, ոչ խրամատում, այլ իրենց տանը, այգում ու արտում, իրենց սրտի պես լեցուն ցորենի հորերում իրենց հոգու չափ խորհրդալի ձորերում իրենց, մահապարտվեցին հազար ձևերով, ամենքն անխնա, ամենքն անխտիր, ողբամ մեռելոց, բյուրք բյուրոց ողբամ։ Թափարվում էր մի ամբողջ երկիր, պտղառած հասուն մի ծառի նման, և թափարվում ոչ թե ձեռքերով, այլ կացինների զարկովահարկու, և թափարվում կչխակների տակ, արյան բուրմունքից կաթխած սուլերի, ու ջնարակվեց հող արյունով, ողբամ մեռելոց, անհող մեռելոց,
բոլոր բանտերից ազատել էին մարդասպաններին և զինել քենով ու հրազենով, գեցե բարաբան, և լցվել էին բոլոր բանտերը մարգարեներով, խոսքի ու երգի, մտքի ու ձեռքի, հույս ու հավատքի մարգարեներով, Հիսուսին ի խաչ, ողբամ մեռելոց, խեղդված մեռելոց, իրենց մինուճար ու սրտահատոր դիակի վրա մայրեր, մանուկներ, քույրեր, ծերուկներ կաղկանձում էին, սակայն անարցունք սպառվել էին նրանց արցունքի պաշանները ողջ, ու երբ հասնում էր մահը ցանկալի, իրենց ոսոխից վրեժ լուծելուն այլևս անկարող, գետասցուց էին վրեժն այդ լուծում, թքելով դեպի երկինք, մի երկինք, որ աշխատում էր նրանց հետ խոսել աստղերի լեզվով, խուլ ու համրական, այլևս այդ լեզուն հասկացող չկա։ Եվ Արարատից մինչև Արաֆատ, Սիպանից Սինա, Սևծովից Կարմիր, Կարմիրից Մեռյալ, փռված դիերն անհաշիվ, անհող ու անթաղ մեռելները իրոք վրեժ լուծեցին թշնամուց իրենց, արտաշնչելով ժանտախտ դենդ ու տիվ, և երկնքից արկախ այս լեռնակղզին դարձրեցին այն ժամ մի թշվառ թատրոն, ուր կրակը լոկ, ողբերգակն այդ կույր, խաղաց բազմաթիվ բազմազան դերեր, ծուխն էր համբարձվում Հիսուսի նման, կրակն էր մնում Մուհամմեդի պես, և հրից, մրից, երկնքի կապույտ սպունգը ցամքեց ու ճմրտորվեց վաճկատուների տրեխի նման, ու ճմրտորվեց հողն էլ ներքևում փլատակներով, ու ճմրտորվեց այն դրամի պես, որ շպրտում են պոռնիկի դեմքին, և երկրի վրա այրվող տներից, շներից բոլոր, ողջ ու կենդանի բյուր կիզվողների ճիչի հետ մեկտեղ փռվեց զառանցանքը ազանի նման, սարսափն էլի երկրի ձայները բոլոր հավաքեց բռում, կախեց մատներից, նվագավարի խմբավարի պես, և անիրավված տարաբախտ երկրի ողբերգախաղաց բացօթյա բեմում հնչեց մի համերգ, մի համանվագ, որ մաղձավանջն էր, 100 հազարներ թաղվեցին ողջ, իրենց իսկ ձեռքով փորած փոսերում, իսկ հողի տակից դուրս էին տնկվում, իրենց իսկ ձեռքով փորած փոսի մեջ կենդանի թաղված բյուր հազար մարդկանց նույն այդ ձեռքերը, հորթի ցցի պես կամ մսե խաչի, թող կանչեն իրենց տիրոջն անտերած, ջարդեցին այսպես, ոչնչի համար, և ամեն ինչի, ոչնչի համար, և ամեն ինչի 2 միլիոն մարդ ի խաչ բարձրացավ, 2 միլիոն խաչ տնկվեց հողում, 2 միլիոն խաչ տապանակարին չփորագրվեց, քանզի հասարակ տապան դագաղը կարծես թե դարձավ Աստծու պես մի բան, մարդ չարժանացավ նրան տեսնելու եզակի բախտին, և ահավասիկ ես ասում եմ ձեզ 11-րդ պատվիրանի պես, ամենից առաջ փայտե դագաղի պաշտամունք պիտի ունենալ կյանքում, վասնզի եթե չի ճարվում դագաղ, ուրեմն արհավիր կաղետ է ահեղ, վասնզի եթե դին չի պատամվում, ուրեմն ամեհի ահարկու օրհաս, մահ տարաժամ է, եղեռն ու նախճիր,
Սիսն ու մասիսն են ղողանջում անվերջ, անդադար, անդուլ, ով ականջ ունի, հավատով բլթակ, նա լսում է միշտ, լսում է նրանց հանգերտն ահազդու, որ թարգմանվում է նույնպես զույգ բառով, բեկանեմ շանթեր, բեկանեմ շանթեր իմ գլխի վրա, բեկանեմ շանթեր իմ աչքերի մեջ, բեկանեմ շանթեր իմ հոգում, մթին կուպրաններ քոքում, բեկանեմ շանթեր և լեզվիս վրա իմ թլվատ, կակազ, կապ ընկած լեզվի, կապ ընկած իտես մի իրողության, որ երբևիցե չէր եղել, եղավ, որ չէր կատարվել երբեք, կատարվեց, կապ ընկած նաև ի նշան անզոր անկարողության ասելու համար ողջ անասելին և անպատմելին պատմելու համար։ Եվ իրոք, այդով կարող է հիմա թեկուզ կծկտուր և անկապակից խոսքերով ասել, թե ինչ կատարվեց։ Նախ Քրիստոսը մեծացավ ինքնին ևս մի տարով, և երկրագնդի պտտվող կողին հասարակացի լայնության վրա սառցե գրիչով մեծատառ գրվեց նրա տարիք 1914 թիվը, և օրացույցը կրկեսի բեմին կյանքներ նվիրած ձեռնացու կնոջ հայտնի նազանքով սկսեց մեկ-մեկ ուսերից հանել իր հագուստները, ամեն օր մի շուր։ Ունայնությամբ էր արևը զբաղված, երկինքը անվերջ դիմակ փոխելով, կռիվ էր տալիս օդը օդի հետ, օդնոտից պարտվում, հաղթում օդնոտին և կնքվում էր այն հաշտությունը կարճ, որ ծանոթ է մեզ գարուն անունով։ Մարդկանց ու կանանց գրկաշփումից լույս աշխարհ էին գալիս մանուկներ, իրենց ճիչերով մարգարեական, հողի ու ջրի շփումից տամուկ թտխմորվում էր և գինի, և հաց, թուղթ ու թանակի հպում շփումից բռնկվում էր միտք ու ժայթքում էր երգ, իսկ բթամատի ու ցուցամատի շրշուն շփումից ծնվում էր դրամ։ Բայց բթամատի ու ցուցամատի շխկուն շփումից շատ հաճախ նաև հրդեհ է ծագում։ Եթե ցուցամատ բութ մատի տերն է մի բութ բարբարոս, ով շրխկացրեց իր ցուցամատով ու բթամատով, և այդ շրխկոցը մահացու փրկած ինչ-որ տաք գլուխ մի ուսանողի ատրճանակից, ու գնդակը տակ ոչ թե մխրճվեց, ինչ-որ Ֆերդինանդ Ֆրանցի սրտում, այլ հեգ մարդկության ուղեղի հենց այն կենտ բջիջի մեջ, որ մարդկայնության կենտրոնն է միակ։ Աշխարհը շրջվեց բերանի վրա և ապա մեջքի, աշխարհն ինքն իրեն կործեց ու շտկեց, շուռ ու մուռ եկավ ջղաձգումով ու հանեց փոշի, այնպիսի փոշի, որ խցեց աչքերն ամբողջ մարդկության, փակեց երկինքը և ծածկեց Աստծուն։ Եթե մինչև այդ դիվանագետները անուշ ժպիտով քարկտիկ էին իրար հետ խաղում, այժմ տեղ տվին տերերին իրենց, որ ոտնագնդակ խաղան մոլեգնած արկով հեռահար և հեռաթռիչք ռումբուականով, գնդացիրները խեղճ արտույտներին ու տատրակներին գործազրկեցին, թնդանոթները իրենց երախի քրքիջով խեներ ծանակում էին պարսատիկավոր դավթին խղճալի, իսկ սպանվողը ինչ-որ գողիաթ չէր, այլ մի մարդկություն իր մարդկայնությամբ,
թթվել էր կարծես հողը բովանդակ, և թթվածության խմորիչ մանրեն արկականն էր նույն, որ հող ու ջրի պղպջակներ էր պայթեցնում ահեղ դեպի վեր, երկինք, որտեղ Հիսուսը նստած հորաչում ինքնին մեծացավ արդեն 1 տարով և երկրագնդի կիսարյունակամ գունատ ճակատին արյունոտ մատով աղվեսագրվեց 1915 թիվը։ Ծպտյալ ոչիրը հանդերձ էր փոխում տեսակցությունից ուշացող բոզզի աճապարանքով, քենը քողարկված, ոխը դավադիր, իրենց վզեի կապն էին կրծում շղթայի զարկված շների նման, նույն այն շների, որոնց աղոտքը թե հասներ Աստծուն, երկնքից ոսկրի անձրև պիտի գար, շների աղոտքը իսկապես լսվեց, և մահը մեծն մաթեմատիկոս, գորշ գայլի առնոտ ժանիկ գրիչով գրանցման մատյան թաղրիր դևթերում համարակալեց մի ամբողջ երկիր, համարակալեց բովանդակ մի ազգ, ձեր ու մանուկով, կին ու երիկով, ու մինչև անգամ խելառով վերջին, անգլուխ ամպոչ այդ պետության մեջ չեր եղել երբեք ու երբևիցե այդպիսի ստույգ, այսքան ճշգրիտ մի մարդահամար 1915 թիվը և եղավ կյանքի ջող տոնավաճառ, բարբարոսության աճուրդ մեծագին, և եղավ մի նոր երկրորդ ջրհեղեղ, որ իր տակ առավ առաջին հերթին այն երկիրը հենց, որ Նոյին փրկեց, և իր տակ առավ այն ժողովրդին, որ 15 դար սրտով ու շրթով հայցեց իր Աստծուն, արձակյազ մեզ, բայց Տերն արձակեց նրա ոսոխին նրա, արյան թշնամուն, և ինչու, արդյոք ոչ այն պատճառով, որ աստվածները տանել չեն կարող իրենց նմանին, ինչպես որ ազգը իրենից բարձր իր հարևանին, և եղավ ոչ, և եղև խավար, այսինքն սկիզբ, այսինքն մարդու տարեգրության նոր դարագլուխ, հիմնադրումը գիտության մի նոր, առաջին դեպքը ոչ կոտորածի, առաջին դեպքը ազգասպանության 1915 թվին, և այդ թվին էր, որ մի ողջ ազգի աղոտքը սառեց շրթունքի վրա, լերթացավ բերնին, մինչդեռ շների աղոտքը լսվեց անտեր երկնքում, և ոսկրով ծածկվեց մի հսկա երկիր, որ ճիշտ են ասել ու ճիշտ են ասում, եղել էր ու կար շնիչ շատ իշխան, բայց իշխանություն չի եղել երբեք, երկիր, որ տրվեց դարեր շարունակ ալան թալանի, ուստի չէր կարող չլինել աղքատ ու դատարկափոր, և ասում եմ ձեզ պատվիրանի պես, պետք է վախենալ թագագիր ցուլից, գահակալ ձիուց, բայց ավելի շատ գայիսոնակիր մուրացիկներից պետք է սարսափել,
Վասնզի եթե փորը թափուր է եւ ափն է դատարկ, ապա գլուխը լեփ լեցուն է միշտ ոչիրն աղջիրով։ Պետք է սարսափել մուրացիկներից գայիսոնագիր, վասնզի եթե այդ գայիսոնը ոսկուց է անգամ, ու զարդարված է եթե մինչև իսկ ադամանդներով, իմացեք, որ դա խապկանք է աչքի, նրանց գայիսոնն ու մականը միշտ ոսկորն է միայն, մարդու ող կամ կող, ազդեր կամ սրունք, և ինչ Աստծու էլ նրանք դավանեն, դարձյալ ոսկորի պաշտամունք ունեն, ոսկորի, ոչ թե տապան պատանքի, բեկանեմ շանթեր անարդարության և արաբական անբեղ անմորուք անապատներում ծաղկեց ոսկորը, ավելի ջերմակ, քան թե Շուշանը մշո դաշտի մեջ, ոսկորը ծաղկեց, և ձեզ եմ ասում, ձեզ, որ չեք տեսել, այդ արաբական անապատներում գիշեր ժամանակ մինչև հիմա էլ նույնիսկ կես հարյուրամյակ անցնելուց հետո բաղ ֆոսֆորային փայլ է արձակում ավազը մթին, ուխտի պես ցունքի բերված ու մորթված մի ամբողջ ազգի փթող ոսկորի ֆոսֆորափայլ, փթող ոսկորի ֆոսֆորափայլ, որ չի կուրացնում միմիայն նրանց, որոնց աչքերի ցանցաթաղանքը ջներակված է նույն այդ ֆոսֆորով և այդպիսին են գայլի աչքերը, իսկ մեծատառված խորհրդանշված գորշինն առավել, բեկանեմ շանթեր իմ աչքերի մեջ, անապատային ֆոսֆորափայլից կիսակուրացող իմ զույգ աչքերի, և հիմա արդեն գլուխս բռնած ես ձեզ չեմ ասում, ես ինձ եմ հարցնում գլուխս բռնած, միթե մեր միսն է բոլոր մսերից համեղն աշխարհում, մեր ոսկրածուցն է խորտիկ գերադաս, և մեր արյունն է լավագույն խմիչք, այսինչ անիծյալ հունդի ծիլ առավ և արմատ ու բուն ձգեց աշխարհում այս տոհմածառը, իմը և ձերը, որ ցցվեց իբրև կանաչ կենդանի մի ուղեփակոց չորս չար խորշակի քառուղուն բանուկ և մեզ ամենքիս դարեր ստիպեց և ստիպում է ասել վերստին, կորիցե օրն հորում ես ծնայ, այս ազգը որից և ինչով է վատ, այս ազգը ումից և ինչով է վատ, որ դատապարտվեց այս չափ վատության, և ով և ինչու սրանց հայ կոչեց, որ հանգավորվի միմիայն վայով, և ինչպես ու երբ, ինչ ուժով արդյոք իրարից հայը ու վայը պոկել, ախ, եթե հիմա կարողանայի և ձայնս պոկել իմ իսկ կոկորդից, ինչպես զանգերի լեզվակներն էին տարանում պոկում, և լեզվակի տեղ կախ տալի շներ, որ ժամերգության փոխարեն սրանք իրենց ոռնոցով ու վնգստոցով ծաղրեն Հիսուսին և հորը նրա, Տիրոջն անտերած, ախ, եթե հիմա կարողանայի ես ձայնս պոկել իմ իսկ կոկորդից և օգտագործել իբրև խարազան
չգիտեմ թե ում մեջքին կամ դեմքին, միայն թե մեզնից նա բարձր ոռնար եւ իր ոռնոցով մի պահ լռեցներ մեր ցավը, մեր անլռելին, բայց ոչ, թողեք ես իմ ճիճը խեղդեմ, ինչպես որ մայրն էր խեղդում մանուկին, որ կուրանալիք աչքերով իր զույգ չտեսներ նրա կոկոն գլխիկի քարագանումը խուժանի ձեռքով, չթողեք հեծնեմ իմ տառապանքին, ինչպես հեքիաթի այն խոյին ծանոթ, որի գույնն է լոկ որոշում, թե մենք ուր պիտի ընկնենք, լույս, թե մութ աշխարհ, եւ հաջողություն կոչվածը մարդու կամ բախտ ասվածը մի ամբողջ ազգի կախված չի արդյոք այդ խոյի գույնից միմիայն, սև կամ ջերմակից, ու եթե միայն գույնից է կախված ամեն բան կյանքում, թողեք, որ ես այդ գույները ջնջեմ, եւ թողեք նաեւ, ով ոչ, մի թողեք, որ վերստին գան ու հասնեն օրեր, այն օրերի պես, երբ կես մի երկիր կանացի ձայնով իր սրտակեղեք երանին գոռաց, երանի ամլոց եւ որովայնից, որ ոչինչ ծանան, իսկ երկրորդ կեսը միևնույն երկրի այս անգամ արդեն այրերի ձայնով անզորությունից կիսացնորուն լեռների քունքին ճիճը իր մեխեց, լերինք, անկերուկ դուք ի վերայ մեր, եւ բլուրների կողերից կախեց իր աղերսանքը տղամարդկային, ծածկեցեք զմեզ, բայց նրանց վրա լեռները չընկան, եւ չծածկեցին բլուրներն անսիրտ, ոչ, վրանք ամենից առաջ օրենքն անօրեն, խլված էր եւ զենք, եւ դանակ, եւ ձեռք, կապկպված էին ձեռք ու ոտք անգամ, մնում էր ատամ ու մնում էր ոտք ցլամարտկանց ամորձիկներին հասեագրված եւ ատամ ստույգ հասեագրված մարդ գազանների փրչոտ կոկորտին, բայց խլվում էին այդ զենքերն անգամ, ատամներն էին քարերով ջարդում ու ոտքերն էին մարմնից անջատում, ինչով որ ուզեք, ինչով կամենաք, թրով ու քարով, սրով, տապարով եւ այս ամենը ոչ միայն հանգիստ, անվրդով, անդող եւ ոչ էլ միայն մոլի երանդով, այլև մի տեսակ արփշիր ցնծությամբ, գնդակն ափսոս էր մեկ գլխի համար, մեկ գնդակն արժեր 2 հատ ոսկի, գնդակն ափսոս էր, իսկ ձեռքն էլ հոգնած, բթացել էին բահ, մանգաղ, կացին եւ ուժաթափվել դաստակ ու բազուկ, հոգնած չէր ջուրը, բայց նա էլ հոգնեց, իրենց մեջ առած բյուր դիակներից հունավոր գետերը ափերից ելել, մոլորվել էին, դուք վկա չեղաք, ես եղա վկա, թե ինչպես դարձավ այս լեռնակղզին թատրոնից բացի նաև մի կրկես, մրցակցում էին իրենց շատությամբ թռչունների ճուն, խանձված երկնքով, դիակների ճուն ջրերի վրա եւ ձկների ճուն նույն ջրերի մեջ, Նովրուզ բայրամ էր ձկների համար, մի Նովրուզ բայրամ, որ հարատևեց ամբողջ 7 ամիս, իսկ հետո նաև ամբողջ 7 տարի,
ամբողջ 7 տարի ջուրը տարապեց չար աչկացավով, արնակոխությամբ, ուր ես, կույրերին բժշկող Հիսուս, և ջուրը միայն կարող է պատմել, թե ինչեր չեղան իր մեջ իրափին, ջուրն էին նետում մայրերը մանկանց ու նետվում իրենք, ու նետվում այնպես, ինչպես նետվում են գիրկը սիրացի, անպատվությունից փրկվելու հույսով, ջրացուների ջուրը նախընտրած բյուրավոր կանանց, բազում կույսերի անծին հարսների վրա, կարմիր ծիլ խալ էր հափշտապ դաճում, ջրացուների գնդակը կուրաչ, գեղեցկացնելով վախճանը նրանց, այլանդակելով ջուրը գեղեցիկ, տառապանքը բյուր հազար կանանց ու աղջիկների, այն տառապանքը, որ իր ծանրությամբ պիտի որ ազդեր ապուշի նման անվերջ թավալվող այս հողագնդի պտույտի վրա, և հարցներ բազում, արդար կատնակեր, միշտ մեծահարգող ու դեռ չխոսքան, մոռացած ավանդ ու սովորություն առաջին անգամ ձայն արձակեցին, ճչացին հանկարծ առաջին անգամ, իրենց կեսուրի փեշից կախվելով, իրենց կեսրարի ոտքը պակնելով, ձայն արձակեցին, ճչացին հանկարծ առաջին անգամ, ու վերջին անգամ, իրենց նետելով քարափի քթից, անդունդի շրթից, ժայռի եղջերից, իրենց հանձնելով փրկարար ջրին, եթե կար քարափ, անդունդ ժայռ ու ջուր, իսկ եթե չկար, զուր էր արևը նետում նիզակներ մարդացուների թիկունքի վրա, նրանք արևի չէին ամաչում, և ոչ էլ իրանց ատյանից Աստծու, և իզուր են երկնքից թափվում աստղա սուպներ, ինչպես որ գենաց պտղաբեր ծառից խնձորներ հասած, և ան այլևս ուտել չէր կարող, քանզի նա հիմա բռնաբարվում էր օձից մարդակերպ, բռնաբարվում էր բազմության առաջ, իր զավակների սահմռկած, սառած հայացքի ներքո, և ով ձեզ կասի ինչն էր առավել, գարշանքը նրանց, թե սահմռկումը, և ով ձեզ կասի ինչն էր ավելի, նրանց տանջանքը, թե վրեժը անլուր, նետերով լեցուն կապարչներ դարձան նրանց ափերը, նրբին մոմաբույր մատները նրանց նիզակներ դարձան, նրանց հինայված եղունգները տեկ կռվեցին նրանք, կատվի պես վայրի, մայր վագրի նման, առյուծի պես կռվեցին նրանք կատամով, թուքով, կռվեցին նրանք մարմնով ու հոգով, և Աստված գիտի, հաղթեցին նրանք, թողնելով մի հարց, որ ես եմ հիմա տալիս աշխարհին, որտեղից արդյոք թուրքին հարց տվեք, որտեղից այսքան վայրագ մոլություն մի ողջ ցեղի մեջ, թուրքին հարց տվեք, և ով կարող է իրենցից բացի հասկանալ մի կերպ հեշտին հաճույքը, վսեմ վայելքը այն վեհ վարքյանին, երբ Մարիամ, Մարի սրբուհի կոչվող տակավի մանուկ աղջնակներին գեղեցում էին բոլորի առաջ, գեղեցում էին ամբողջ ոհմակով, գեղեցում էին տաճարների մեջ, սուրբ խորաններում, և մինչև անգամ մեկ այլ Մարիամի, միակ Մարիամի սրբանկարի կտավի վրա, և դու գույս Մարիամ չմիջնորդեցիր, որ որդիդ գոռա բեկանեմ շանթեր, և որդիդ չասաց բեկանեմ շանթեր, և այսպես բոլոր իսկուհի կանայք
մեռան գորշ գայլի որջերում մթին, մարմնապես մեռան հոգեպես, փլատակվեցին քարափներն ի վար, ու թե փրկվեցին, խեղվեցին հավետ, խեղվեցին եւ մամ, եւ աղջիկ, եւ թոռ, կանացի մի ողջ մահապուրծ աշխարհ դարձավ խեղանդամ եւ անդամալույց, եւ դու տիրամայր, դու չեղար միջնորդ, որ որդիդ ասեր, Տալիթա, կումի, աղջիկ, ել ոտքի, փոքրիկ, շատ փոքրիկ գութն էլ է ազդում մարդկության վրա համայն աշխարհի, այդ գութը չկար, փոքրիկ եւ նույնիսկ շատ փոքրիկ սիրուց փոխվում է օդի բարեխառնությունն ամբողջ աշխարհում, այդ սերը չկար, կար մի հրաման, անխախտ հրաման, բովանդակ միասկ իր պետ ու ծետով մի ողջ ժողովուրդ ճռաքաղ անել, մոռացած Ալլահ, Փեյղամբար եւ խիղճ, որ մինչև իսկ շունը չի ուտում, իսկ սրանք նույնիսկ լափեցին շտապ եւ թվում է թե մարսեցին նաեւ եւ սրացումին թիկնապահ դարձավ անլուր աքսորը եւ ծարավի հետ սովը դաշնակցեց ամենազորը ամենուր փռված անթաղ դիերից հողն էր որտնոտել հոբ երանելու խեղճ մարմնի նման իսկ ագրավների ու ցիների հետ սրանց ամենուր միշտ շրջապատող վաճկաթուների կանայք գիշատիչ զարդարված էին սրանցից խլված հագուստ կապուստով փոթ-փոթ զգեսներ, ակներ հազվագյուտ, որոնց միամիտ շողարցակումը տալիս էր նոր փայլ իրենց նորահայտ տիրուհիների վայրի հայացքին, իսկ ապա նրանց դև տղամարդիկ, իրենց մարմինը դեռ գազանների մորթիով ծածկող այդ նախամարդիկ, դեգերում էին իմ ամենուր զուգված, զարդարված, արծաթաբանյալ ու ոսկենկար այն շուրջառներով, որ պոկել էին իրենց սպանած քահանա երեց եպիսկոպոսած անթաղ դիերից, կրակի տալով սրանց ալեզարդ բեխ ու մորուքը տաքացնում էին սառնասրտորեն իրենց խոշտանգին պես զենքերը, որ արեգակի կենտ աչքի առաջ կծելով հանեն նրանց աչքը զույգ, որ գամեն մեխեն նրանց քունքի մեջ շիկացած խաչեր գամեն կրծքներին, իսկ ով տակավին հետներ իր հոտի, ովքեր տակավին չէին սրբացել, հոտի հետ մեկտեղ ու հոտի նման գլխաբաց ու մերկ քայլ էին փոխում եւ առնադրոշմ իրենց ոտքերով քարշ էին տալիս իրենց մարմինը թիապարտի պես եւ խոտաճարակ ու քրծահանդերձ այդ հոտի տեսքից զարհուրում էին ու կաղկանձելով փախս էին տալիս նույնիսկ շները իսկ երբ պառկելու իրավունք էին հանկարծ ստանում, մարդընտելացած թռչուններն էին հարձակվում նրանց խմբերի վրա, նրանց դնելով ծանոթ դիերի ու լեշերի տեղ ու թույլ չտալով, որ հանգչեն մի քիչ, մի փոքր քնեն, իսկ ինչպես քնել, եթե սատանան քաղցի տեսք առած բնակավայր է դարձրել ներսդ, մինչդեռ նրանց շուրջ ցոփ խրախճանք էր, խնջույք խրախճանք ժանտախտի պահին, որ սկիզբ ուներ,
բայց չուներ վախճան, և մի ժողովուրդ, որ իր գոյությամբ հանապազորյա հաց էր միշտ եղել մի հսկայական կայսրության համար, մի ողջ ժողովուրդ մեռնում էր հիմա հանապազորյա հացի կարոտով, մարդն էր հաց ուտում, իսկ հիմա արդեն հացն էր մարդ ուտում, կար մի չգրված, բնազդով տրված հրաման անգութ, եթե կանգ առնել, ապա կանգ առնել հարևանությամբ հացի փռերի, որ յուրաքանչյուր բջիջդ ոռնա և ամեն ջիղդ ապստամբ դառնա, եթե կանգ առնել, ապա կանգ առնել գետերի ափին, աղբյուրների մոտ և ոչ մի դեպքում մի կում չխմել, որ հրատոչոր քո լեզուն դառնա կախվածի բերնից դուրս ընկած լեզու, իսկ եթե քնել, ապա լոկ քնել դապ դատարկ ու տակ իջևանատան, դապ դատարկ զորանոցի մոտ, դապ դատարկ ու տակ, բայց ոչ նրանց մեջ, այլ երկնքի տակ, քարին ու փշին ընկողմանելով, յուրաքանչյուր այս խլյակներից մահվամբ ճառակով աչքերով երկու, իբրև ճրակով օրը ցերեկով մարդ էին փնտրում, սակայն մարդ չկար, մարդը կորել էր, և նա կորել էր ոչ այստեղ միայն, այս գորշ գայլ պաշտող միլիոնների մեջ, այլև ամենուր, աշխարհում ամբողջ մարդը զբաղված էր մարդասպանությամբ, իսկ սրանք նաև ազգասպանությամբ, աչքերի առաջ բոլոր ազգերի և մեծ ազգերի, հաղթող ազգերի, բարեկամ կոչվող ազգերի սառած աչքերի առաջ, ախ այս գերազնիվ, գեր քաղաքակիրթ բարեկամները, որոնց սուտ ու փուտ բարեխոսություն բարեբանումը դարձավ այն պակը, որ անմահացրեց հայտնի Հուդային, իսկ հանրահայտնի մի ազգ մահացրեց հոգեվարքի մեջ նոր հասկացնելով, թե ով աշխարհիս այս ջոչերին է հավատընծայում միամտաբար և ասպետորեն Դոն Կիխոտի պես, նա վերջը վերջո մենախոսում է Համլետի նման, և քանզի կամեցան միայն մեկ հայ պահպանել թանգարանային նմուշի համար, ուզեցին տեսնել Հայաստան, սակայն առանց հայերի, ուստի Թալիատ կոչված գայլն էլ գորշ դարձավ գառան պես անմեղ մի վկա և հայտարարեց աշխարհին իլուր, հայոց հարց չկա, քանզի հայ չկա, սակայն հայ դեռ կար և հայեր կային, կար աքսորյալի մի քալք երերուն, կար սովագարի աչ կամ մարդկային և անապատ կար, տաք, ինչպես ապտակ, բայց և կար կամքի մի կենտ արագիլ, որ փլատակվող երկինքների տակ ու մշտաբորբոք անշեջ կրակի շեղջի վրա կանգնած էր արդեն ոչ թե մեկ ոտքով, այլ երկու ոտքով, կար եռամատնյա մի խաչակնքում և եռամասնյա մի մեծ նպատակ, որ պիտի սրանք դեռ կատարեին, նախ կատարեցին միակ կարելին,
Թրի հրիդեմ ջրի, հրանոթիդեմ ու գնդացրի, երեկվա նման ու վաղվա նման, մարտնչում էին ակրատամով, կռվում կրունկով, թաթով ու ծունկով, վանում, ուրֆայում, մուսայի վրա, գարայիսարի կիսավեր բերդում, անհայտ անվանի սրբազան խենթեր, որ մահվան շնչի չտատամվեցին և կատարեցին կիսակարելին, ահի մահի դեմ, հովի սովի դեմ, արնահոսի դեմ ու բարբարոսի, ջուրն էին նետում իրենք թե իրենց որդոց, թույն էին տալիս իրենց սիրասուն կանանց և աղջիկներին, սպանում մորը, սպանում հորը և խելագարվում, արդեն կրկնակի սրբազան խենթեր, որ զորեղ էին, ոչ, ամենազոր, այլևս անհաղթ ու անպարտելի, այլևս հաղթած ոսոխին Աստծուն կատարում էին և անկարելին, այսքանից հետո չէին մահանում, բախվելով իրենց հարազատների դիակների տակ, ապաստանելով ոչ երկոտանի, այլ չորկոտանի գազանի որջում, ապաստանելով վերջապես նաև կանանց տարազին, և առյուծաձև, առչակող լաչեր, հիմա զինազուրկ ու այնանաձեռ, հիմա նշանված կնիքով մահվան, այլևս ուժաթափ, նաև ուշաթափ, լաչակ կապեցին իրենց գլխներին և խառնվեցին թափորին կանանց, որպեսզի գուցե հաջողեն փրկվել, կարծես գլխարկով ծնված մայրերից, լաչակը հիմա այս խակ այրերի գլուխն էր այրում, առավել գուցե, քան թե շիկացած թասնային պղնձե, որ դրվեց գլխին իրենց հայրերի, լաչակի տակից փայլակ արձակող աչքի դեմ իրենց, լաչակի տակից շանթեր արձակող իրենց աչքի դեմ, և ով ճողոպրեց, փրկվեց մազապուրց, ոչ մի ակնթարթ նա չմոռացավ ու երբևիցե չի մոռանալու իր գրած անլուր անպատվությունը և ասում եմ ձեզ մարգարեի պես կնատարած այրերի ոխից վախեցեք կյանքում և սարսափեցեք նրանց վրեժից անբեկանելի և ուր լինեն այդ կնատարած այրերի որդիկ, ինչքան են լինեն իրարից բաժան, իրար անճանաչ, նրանց հաշվեցեք հատուկ զորագունդ, կնատարած այրերի քենից ղողանջեք անվերջ, դողացեք անվերջ և սահմռկեցեք վրեժիդ նրանց, և դու չես ասում, ոչ էլ դուք, այլ ես, սիս մասիսս, այդ ես եմ ասում, անդուլ, անդադար, անվերջ զանգացող իմ անքուն զանգով, կոչեմ ապրողաց, ինչ որ փլուզված հանքում մեռել են մի քանի հոգի, ինչ որտեղ մեկին աքսոր են քշել կամ սպանել են, ինչ որտեղ ինչ որ մի հանցապարտի չեն մահապարտում և ամիջապես գոռում, ճչում են աշխարհիս բոլոր օրաթերթերը և ձայնասփյուռի կետ կայաններից հաղորդավարները ողբերգականի շեշտերն են շարում ամեն մի բառի ու տառի վրա, շարժանկարի սարքերն են իսկում չխկում ու վխկում և ամենուրեք ժողովներ, ճառեր և ցույցեր, բողոք, թաքուն բացահայտ սպառնալիքներ, կառավարական հուշագրերի բառերով շխկուն և այս ամենը իրավ է արվում և ամենքն իրոք արդար են վարվում, քանզի մենք մարդ ենք և ոչ թե, սակայն դեռ երեկ մի հանք չէր փլվում,
այլ մի բովանդակ երկինք անողոք, և փլվում ոչ մեկ, ոչ էլ 11, այլ 1,000,001 թշվառի գլխին, և փլվում, փռվում աշտարակի պես բաբելոնական, մարդիկ այնուհետ մոռացան իրենց մայրենի լեզուն, մարդկայիններենը, և այն ժամանակ 3 թագավորին, ուր էր աշխարհը, և ինչ էր անում, ուր էրական ջահանուր մարդկության, որ չանսած, ոչ, չուզեցավ լսել մի ամբողջ ազգի կանչը կաղկանձուն, կոչեմ ապրողաց, ուր էր օրենքը հանուր մարդկության, որ հանցապարտին չմահապարտեց, նա հանցապարտին չմահապարտեց և դրանով իսկ բրդեց մի ապուր, որ 20 տարի անցնելուց հետո հենց ինքը խրթեց ամբողջ 10 տարի, և ասում եմ ձեզ ուշացածի պես, մեր, նախ մեր, լոք մեր ապրածը հետո վերապրեց ինքը աշխարհը համայն, երբ Վիլհելմ Հաջին Հիտլերին ծնեց, և Թալյաթը ծնեց Հիմլերին, երբ Չեթեն իրեն SS անվանեց, և Ենիչերին կոչվեց գեստապո, Շեհիդն ու Միլին պատերազմ տոտալ, նոր կարգ Հիկմեթի հոկյումեթհին, Հագդին ասվածը նորակոչ նացիզմ և ցեղը ռասա Ժան Թուրքը ֆաշիստ, հին Չանգրեից իր սկիզբը առավ Բուխենվալդը նոր, Օսվենցիմների սկիզբը դրվեց դեռ Զորում միայն, Մայդանակները Զիարեթներում հիմնադրվեցին, Դախաուները Էնքյուրիներում, Կրտսերը դատվեց, ու դեռ կդատվի, մինչդեռ ավագը ճանաչվեց անպարտ, մինչդեռ ավագը քայլում է հպարտ, այլևս մաքուր, օսլայված, կոկիտ, երեսին ժպիտ, դիմակ չհանվող, և ձեռքն է մեկնում, և ձեռք է սեղմում, ու ես չեմ կարող կամաց չգոչել, սեղմելուց առաջ դուք ստուգեցեք նրան ձեռքերը, դուք ստուգեցեք նրան ձեռքերը, և հիմա նույնիսկ կես հարյուրամյակ անցնելուց հետո նրանց խնայմաց եղունգների տակ դարձյալ կտեսնեք լերդացած արիուն, մի նայեք նրանց այս կոկոզավի զգոռոզ քայլվածքին, ինչքան էլ նրանք առաջոք քայլեն քթները տնկած, գլխահակ են միշտ նրանք մեր հանդեպ, մեր ազգանունից, այս յանից միայն պիտի որ նրանք սոսկան առավել, քան թե Մակբեթը դունկանի շուքից, ու եթե հիմա ես չասեմ, ապա մեռելներն անթաղ պիտի հաստատեն իրենց սուր ճիչով, որ թրջուն, գազան, որքան էլ կծեն, գիշատեն իրենց, մեռելներն անթաղ մսակալվում են կրկին ու կրկին, և ամեն գիշեր սուս ու փուս մտնում պաղ մարդասպանի անկողի նտակ, պառկելով նրա և կնոջ միջև, կապված ենք այսպես, կապված ենք իրար, ոչ սիամական երկվորյակի պես, այլ իբրև երկու խեղճ տաժանակիր, մենք մեր ցավերի ծանրությամբ տանջող ու մեր հատուցման արդար պահանջով, իսկ նրանք իրենց ամոթով, գուցե, իսկ նրանք իրենց սոսկումով հաստատ, կապված ենք այսպես,
կապված ենք ամուր ու չենք բաժանվում, ու չենք բաժանվի, մինչև կատ թափած, ոչ արյուն թափած կատուն պատժվի այն վագրի նման, որ Պոտսդամում պատիժն իր կրեց առավել արդար և ծանր ավելի, քան Նյուրնբերգի ահեղատյանում, և դարերն անգամ չեն տա թողություն, թե բոլոր նրանց, ովքեր զրկեցին, թե բոլոր նրանց, ովքեր լքեցին։ Միթե իրոք անհնարին է աշխարհում լինել հսկա կայսրություն ու մնալ արդար։ Ժխտեցեք, խնդրեմ, իր սեր Աստծու։ Եվ միթե իրոք անկարելի է աշխարհում լինել ոչ նաև ճարպիկ, այլ միայն ճարտար։ Ժխտեցեք, խնդրեմ, իր սեր Աստծու։ Ժխտում է մեզ պետք, ոչ արդարացում։ Եվ այդում է պետք արդարացումը, եթե դրանի դյուրին բան չկա, և արդարանալ կարող է նույնիսկ գորշ գայլ պաշտողը, որ դար ու դարեր ուսուցանում է գայլաձագերին, արդարանալու մի հնար ճարեք և գորգ գողացեք մեջիթից թեքուս։ Բայց արժե արդյոք հայելի ծախել կույրերի թաղում։ Չէ, բավական է շշնջանք մեր շուրջ, այսուհետ պիտի բղավենք մեր մեջ, մեր շուրջ, որպեսզի ընդմիշտ հիշենք, թե ինչպես մեր երազանքը դարեր շարունակ մենք լեցունի մեջ լցրինք, չլցվեց, մենք դատարկի մեջ լցրինք, չմտավ, և մեր լեցունը մեզնից դատարկվեց, և մեզնից լցվեց դատարկ նոտարի, մեր հայրենիքը մեզնից դատարկվեց, բայց ոչ մի վարկյան, ոչ մի ակնթարթ մենք չենք դատարկվել մեր հայրենիքից, մենք սպանվեցինք մեր հայրենիքում, բայց հայրենիքը մեր մեջ չսպանվեց, ոչ, ապրում է նա կրկնակի կյանքով, իսկ ով չսպանվեց, փրկվեց պատահմամբ, նա աքսորված է իր հայրենիքից, վաճկատուներից հալածված այսպես, քաղաքակրթված մի վաճկատուն ենք հիմա ինքներս, և ամենուր են մեր մարմինները, բայց մեր աչքերը միշտ էլ այնտեղ են, նույնիսկ անունից զրկված այն երկրում, և ամենուր են մեր մարմինները, բայց մեր աչքերը այնտեղ են, այնտեղ, այն անտիրական անտեր աշխարհում, այնտեղ կա միայն փոշի փառավոր, որ միշտ լցվում է նրանց ճաշի մեջ, իսկ մեր աչքերի, և ապրում ենք մենք մեզնից դատարկված մեր հայրենիքը և քաղաքակիրթ վաճկատուն դարձած իր զավակները, ապրում ենք այսպես, կրկնակի կյանքով, կրկնակի, քանզի ամենազորեղ բանը աշխարհում հիշողությունն է, և հուշերը մեր, հազարամյա մեր հուշերը կեռ, թե ինձ են կախում, թե ձեզ են կախում պատմության ժանգոտ հարցականներից, այս անգամ ոչ թե մսագործի պես, այլ այնպես, ինչպես թռչունն են կախում, ողջ ու կենդանի թռչունն ընտանի, որ միշտ թպրտա, անվերջ թպրտա, և այս հուշերը, հազարամյա այս հուշերը մեր
կուլ չեն գնում, կես ճանապարհին վռվում են մնում մեր կոկորտի մեջ, մեր այն կոկորտի, որի շուրջ բոլոր կորած, կորցրած մեր գավառների, շեն ու քաղաքի տեղանունները շարան առ շարան, հյուսվել, ոլորվել, դարձել են պարան ու խեղդում են մեզ սպանելու պես, բայց դիտավորյալ չեն էլ սպանում։ 15 դար է, ինչ կրկնում ենք այն, որ անգիր գիտի նաև աշխարհը։ Խնդրեցեք տացի։ Ով Հիսուս, խնդրեցինք, սակայն մեզ բան չտրվեց, բացի ցավերից ու անանց վերքից։ Խնդրեցինք, սակայն ոչինչ չգտանք, բացի աղետից և արհավիրքից։ Դռներ բախեցինք, օտարի դռներ, ոչ միայն մատով, այլև ճակատով, սակայն չբացվեց մեր դեմ ոչ մի դուռ, բացի կորստի դռնից մշտաբաց։ Ոչ, սուտ է Հիսուս, ոչ, կարելի է շարունակ փնտրել մեզ նման, բայց և չգտնել։ Եվ կարելի է չգտնել ոչինչ, նաև ամեն ինչ չգտնել կյանքում, նաև ամեն ինչ, բայց ոչ հայրենիք։ Հայրենիքն այն է, որ չեն որոնում։ Հայրենիքն այն է, որ գտնված է ի սկզբանե, ի ծնե և միշտ, ուրեմն նաև նա չի էլ կորչում, իսկ մերը կորավ և ընդմիշտ, ոչ, հայրենիքն այն է, որ ոչ թե կորչում, այլ ընդամենը հափշտակվում է, ինչպես որ ձեռքի ափը չի կորչում, երբ նա փակվում է, բայց և չի կարող միշտ մնալ փակված, ինչպես հայրենին միշտ հափշտակված։ Եվ ճիշտ է, ավաղ, որ մեր ձեռքերը դատարկ մնացին, բայց մեր աչքերը լեցուն են, լեցուն, և արդեն ոչ թե արցունքով և ոչ էլ արյամբ, այլ հոծ հավատով, խտացած հույսով։ Ահա թե ինչու, երբ ես գոչում եմ, կոչեմ ապրողած, ինձ ձայն են տալիս ոչ թե գիշատի ճագրավցիները, արձագանքում են ոչ թե բորենի գայլաշերերը, այլ բոլոր նրանք, ովքեր քաջ գիտեն, որ կոչղ է դառնում մարդը գլխատված, բայց երբ փորձում է մի ազգ գլխատել, դառնում է կարծես սա մի թթենի, նորից նորանում, դալարում դարձյալ, լսում են նրանք և արձագանքում ու չեն պահանջում արյան գինն իրենց, այլ պահանջում են հենց այդ արյունը, որ հեղեղել է սարեր ու ձորեր, սակայն չի կորել, ինչպես չեն կորել մեր միլիոնավոր մեռելներն, այո, քանզի չեն ելնում շիրիմից իրենց լոկ նրանք, ովքեր ունեն շիրմակար, որ նրանց ելքի դռնակն է փակում, մինչ միլիոնավոր մեռելները մեր զրկված և շիրմից և շիրմակարից միշտ էլ ելել են ու ելնում են դուրս, քառապատկելով շարքերն ապրողած, կոչեմ ապրողած։ Այն ինչ կատարվեց մի նորադարյան ջրհեղեղ էր խոր, որ անմարդկային աշխարհում ապրող մի ողջ մարդկության ջնջել սպառնաց, սակայն մոռացավ ու մտահանեց, որ Արարատն էր, հենց Արարատն էր Նոյան փրկիչը, որ Արարատի, հենց Արարատի ստորոտներում ապրեց, բազմացավ մարդու սերունդը, նաև այս անգամ
նույնը կատարվեց, ու մղձավանջը գնալով քաշվեց իր ափերի մեջ։ Ոսկորով, ինչպես աշակերտական կարծր կավիճով, մահապուրց մի ազգ ավազի վրա հարիավ չգրեց, այլ գծագրեց մի խորհրդանիշ պահպանիչ հուռուտք իր այբ ու բենը։ Բոլոր սրբազան խենթերի գանգից ժանկած արյունը դարձավ դրոշակ, կախաղանների ճոճված սրբերի վերջին խոսքերը դարձան անուններ նորածինների, և ջրհեղեղից մասամբ ազատված երկիրն այս փոքրիկ, մեծ ոզնու նման փշերն իր ցցեց կեռատամի դեմոցացող մահվան, և ամեն մի փուշ տնկվեց տունկի պես, ծաղկի պես բացվեց, շիրի պես լցվեց, ավշով ու հյութով, խոստումով մրգի, մեռնողը հարյավ, ապրողը ապրեց։ Եվ հիմա այն տունը, ուր մենք չենք ապրում, եթե լեցուն է չարք ու շեյթանով, ապա այն տունը, ուր ապրում ենք մենք, դարձել է արդեն սրբության խորան, մասունքի ծաղկոց, և ով է ասում, թե դուք ծով չունեք, ձեր արյան ծովը ավելի մեծ է մեծ կամ խաղաղից, ծովը քրտինքի, ատլանտականից ավելի խորունկ, վրեժի ծովը ավելի ահեղ քան սառուցյալը, իսկ ծովն արցունքի պետք չեն արցունքներ, նրանց փոխարեն թող խոսի ավյուն, թող խոսի քրտինք, որպեսզի ամեն կտուրի ներքո, ամեն հարկի տակ բախտավորության հարսները մահճում նորածնի հետ երկվորյակի պես ապահովություն բերեն լույս աշխարհ, և ամեն տան մեջ խոսուն շշերը երասքոտ գինու շուրթերը բացեն, և ամեն տան մեջ հայր մերի նման հոլովի մեր նոր նշանաբանը, մեր ջարդված շշին թող մատաղ լինի մեր թափված գինին, բայց երբեք ոչ արյունը բորբ, շշին, բայց երբեք ոչ երկրի նավեր, կոչեմ ապրողաց, և պետք չէ հիմա շարոտ շարական, նաև պատարակ ու հոգեհանգիստ, կոչեմ վերապրած ժողովուրդին քեզ, որ ունես աչքեր, այն էլ ինչ աչքեր, բայց ավելի ես տեսնում առայժմ քո ականջներով, և ասում եմ ձեզ պատվիրանի պես, դու, որ վաղուց ես կոչվում ժողովուրդ, թեպետ ակամա դեռ ժողովված չես, տակավին ցիր ես, ցան ես և սփյուռք, դու այսուհետև ժողովվես պիտի, հիշելով, որ այս ջարդ կոտորածը, նախճիրն եղեռնը, երեկ չսկսվեց, 5000 տարվա, 500 տարվա և 50 տարվա պատմություն ունի այդ ջարդ սպանդը, նախճիր եղեռնը, որ չի ավարտվել ու չի ավարտվում, կարմիր էր, հիմա ճերմակ է դարձել, և հիմա արդեն նա գանք չի հատում, այլ գրովում է, չի կտրում ձեռքեր, այլ վարձում ընդմիշտ, չի առևանգում, այլ հմայում է, չի հեղում արյուն, այլ ծախ է առնում և միացնելով երակ երակի իր ամենակուլ արյանն է խառնում, ուստի
վախեցեք սպանդիկ ջերմակ ավելի, քան թե եղեռնից կարմիր, ուստի կրկնեցեք ինձ հետ միատեղ, ինչպես երթումի խոսքերն են կրկնում, բռնի ձուլվելիս, թունավորում են ձուլողին արյամբ, ինքնին ձուլվելիս, թունավորվում են իրենք արյունով, ուստի թող գործեն ձեր հին զրնքերը, ձեր ատամները ու ձեր ոտքերը, ձեր ատամները կռվելու համար ու պաշտպանվելու, իսկ ձեր ոտքերը վերադառնալու, տուն գալու համար, եւ անգիր արեք իմ աղոթքը նոր, հանուն մոլորյալ ոչխարի, հանուն անառակ որդվո, կոչեմ ապրողած մոլորյալներին, աքսորը միայն բռնի չի լինում, այլև կամովին, օտարության մեջ ազատ լինելն էլ այլ գերություն է, իսկ տան մեջ նույնիսկ գերի լինելը այլ ազատություն, իսկ տունը տուն չէ, այլ հայրենիք է, և ինչ հայրենիք, գայլի երախի ձեռքերով խլված մի Դավիթ մանուկ, երկանկաքարի ակռայից պրծած ողջ անդամ մի սերմ, և ով կգտնի, որտեղ կգտնի այսպիսի մեկ այլ երկրորդ հայրենիք, և ինչ հայրենիք, թերևս աշխարհում ոչ մի հայրենիք, մեծ ու վիթխարի, զորեղ ու կարող ոչ մի հայրենիք յուրայինների սրտում ու հոգում չի հարուցանում այնքան սեր անանց ու կարոտ այնքան, որքան այս մի բուռ բռում սեղմված երկիրը հայոց։ Ոչ ոք աշխարհում իր հայրենիքը չի տենչում այնպես, ինչպես որ սրանք, ու չի դողդողում նրա այսօրվա ու վաղվա վրա, ինչպես որ սրա, սիրածի գրքում միշտ սրա մասին, բաժակի առաջ միշտ սրա մասին, աքսորում, բանտում միշտ սրա մասին, աշխարհի բոլոր քառուղիներում միշտ սրա մասին, ապրելիս սրա, մեռնելիս սրա, միշտ սրա մասին, և սրան բնավ չճանաչողը պիտի որ կարծի, թե սա երկիր է մի հսկայական, վիթխարի աշխարհ, հայրենիք հզոր, և իսկապես էլ սա երկիր է մեծ, վիթխարի աշխարհ, հայրենիք հզոր, և մի պահանջեք, որ ես ինքս ինձ մանրեմ հարդի պես, թողեք ես մնամ այնպես ինչպես կամ ցողուն, և թողեք նաև ես մնամ իմ նոր պաշտամունքի հետ, և ամբողջ սրտով ցանկանամ տեսնել, որ դուք էլ ինձպես նորադարձվելով հին Աստծու նման նրա փոխարեն պաշտում եք արդեն մի թթենի ծառ, որ գլխատումից ոչ թե չորանում, այլ նորանում է, կոչեմ ապրողած նորադարձներին, մարդ ենք, ոչ մանր է, որ բազմանում է իրեն կիսելով, միանալով է մարդը բազմանում, եկեք միանանք, որ մեր այս փոքրիկ, շատ փոքրիկ հողի երազանքը մեծ, մարմին ստանա մեր միս ոսկորով, և մարմնավորված մեծ երազանքի բուժիչ բարությամբ մենք էլ ազատվենք մեր ոխ ու քենի ցածր զգացումից, որ դրանով իսկ չնեսեմանանք անգամ մեր ներսում, այլ մնանք մեր վեհ հպարտության հետ,
նաև մեր վսեմ արհամարանքի, բայց ավելի շատ մեր ծով բարության ու մեր բնածին այլասիրության, որից զրկվելով մենք կարծես մենք չենք, կիսավերակ ենք և կանգուն շենք չենք, մենք այսպիսին ենք ու պիտի լինենք, թող որ համեցող, բայց չանհամացող արդարություն ամենից առաջ հասնի ամենքին, մեզ միայն վերջում, թող ուրախության ուխտը գետ վերջում, ամենավերջում, իր ծունկը ծալի մեր դռան առաջ, թեպետ ուշացած, բայց միշտ ցանկալի ուխտավորի պես, մենք հաջորդներն ենք, սուրբ նահատակած, սակայն բնավ էլ սուրբ չենք ինքներս, մարդ ենք հասարակ և հավատում ենք, որ պիտի դառնա մեր յուրաքանչյուր խլիակը այլակ միատեղումի և յուրաքանչյուր փշուրը պաշար մոտալուտ վաղվա և այս ասում եք ոչ դուք, ոչ նրանք, այլ ես եմ ասում, ես սիս մասիսս, անդուլ, անդադար, անվերջ զնգացող իմ անքուն զանգով, ով ականջ ունի, բլթակ հավատո, նա պիտի զգա իմ եռաղողանջ զանգի ասմունքը, իմ եռաբանյա ասքի ղողանջը, իմ եռամատնյա խաչակնքումի շնչող ստվերը, ողբամ մեռելոց, բեկանեմ շանթեր, կոչեմ ապրողած, Bravo, maestro.